Բնականաբար այդ հարցերի մի մասը կգնա պարոն նախարարին։ Հիմա Թագուհի Թոմասյան առանց արձագանքի ընդամենը հարց։ Շնորհակալություն։ Բայց մինչև հարցը ձևակերպելը պարոն Ալեքսանյան չեմ կարող չարձագանքել իբրև 15 տարվա գլխավոր խմբագիր եւ 20 տարվա լրագրողի կենսագրություն ունեցող մարդ։ Անկեղծ ասած, ձեր պահվածքը տարակուսելի էր այնքանով, որ դուք դեկտեմբերին կարծեմ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունով ընդունել եք վարքականոն։ Հարգել ընդդիմադիրի խոսքը, հարգել ձեր կարծիքը չկիսող մարդկանց խոսքը։ Երեկվանից ագրեսիա է։ Երեք Նիկոլ Փաշինյանն ասում, եթե մենք չընտրվենք լրագրողները հաշմանդամ ու գործազուրկ կդառնան, այսօր դուք եք հարցակում։ Հիմնված է իրական փաստերի վրա Նիկոլ Փաշինյանի Պարոն ասում։ Քոչարյանի ու Սերժի կառավարման։ Պարոն Ալեքսանյան, եկեք մեր կառավարության ծրագրի միջավայրում։ Խնդրեմ, հարցը։ Եվ ես ուզում եմ ասել, որ այս լրագրողների, նաև այս դահլիճում գտնվողների մեծ մասի ուղղակի ջանքերով դուք այսօր իշխանության եք։ Ուղղակի ջանքերով։ Էլ չասեմ նվաստացուցիչ ձևակերպումներ, թե քանի մարդ, քանի խմբագրության դեմ էր հերթ կանգնում, որ հարցազրույց տար։ Եվ այսօր լրագրողներին դուք կարողա չեք կանգնել, բայց եկեք դուք մի արձագանքեք, ես իմ քաղաքական արձագանքն եմ տալիս, որովհետև չի կարելի լրագրողներին թիրախավորել այս աստիճան ատելություն գեներացնել 4-րդ իշխանության նկատմամբ։ Հիմա հարցը նախարարին։ Եկեք դուք պարոն Քոչարյան, ինձ մի խմբագրեք, ես քաղաքական գործիչ եմ, ես իմ ելույթը կավարտեմ այս մասով, այո։ Նիստի օրակարգի տրամաբանության օրակարգի ընթացքում լինում են փոխվեց, կրքերը հանդարտվեցին, հիմա դուք Հիմա ես կրքեր չեմ թեժացնում, ես ընդհանրապես ասում եմ, որ անհրաժեշտություն կա հետևել ձեր ընդունած նորմերին, ձեր վարքականոնի նորմերին եւ չվիրավորել ընդդիմադիրի խոսքը, չվիրավորել լրագրողներին ու լրատվական դաշտը։ Այսօր ինչ մեր երկիրը կա եւ գործում է եւ բոլոր հնարավոր, այսպես ասեմ, թաքուն բաները ի հայտ են գալիս լրագրողների շնորհիվ է։ Ընդ որում 24 ժամի աշխատանքի մի թիրախավորեք այս մարդկանց։ Իմ ասածը էս է։ Իսկ հիմա իմ հարցը Տիկին նախարար, ես տարբեր տեղեկություններ պեղեցի համացանցում, մոտավորապես այսպիսի թիվ կա 1200 նարկոշոփի մասին։ Կուզեմ ես դուք ասեք կա որևէ տվյալ ձեր մոտ հավաքագրված, որ իսկապես on-line թմրանյութերի խանութները այդքան մեծ թիվ են կազմում Հայաստանում եւ արդյոք այդքան անվերահսկելի են այդ խանութների գործունեությունը, ինչու եմ հարցնում, որովհետև տարբեր միջազգային զեկույցներում մենք կարդացել ենք, թե իշխանության տարբեր ճյուղեր, ինչպես են տարբեր խակերական ծրագրեր գնել, ընդ որում բավականին բարձր գներով, այդ թվում եւ քաղաքական գործիչների հեռախոսները կոտրելով եւ որոշակի գաղտնալսումներ իրականացնելով, այսինքն իշխանությունը հնարավորություն ունի որոշակի իմաստով խակերների գործունեությունից օգտվել եւ այս դեպքում ինչն է խանգարում օգտվել նմանատիպ ծառայություններից եւ բացահայտել on-line նարկոշոփերի թիվը եւ գործունեության սահմանափակման հասնել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն